Լսեցեք և հիշեցեք այս խոսքերը, որովհետև մարդու որդին մարդկանց է հանձնվելու։ Հիսուս խոսում է իր չարչարանքների մասին, բայց աշակերտները չեն հասկանում։ Նրանք անգամ վախենում են հարցնել, սա ցույց է տալիս, որ անգամ նրանք, ովքեր ամենամոտ են Քրիստոսին, երբեմն Աստծուն չեն հասկանում, որ Աստծո ճանապարհը անցնում է խոնարհության և ցավի միջոցով։ Մենք հաճախ ուզում ենք ուժեղ հաղթական Մեսիան տեսնել, ոչ թե այնպիսի մեկը, որ իրան հանձնում է։ Բայց Հիսուս ցույց է տալիս իսկական մեծությունը գտնվում է ծառայության մեջ և ոչ թե իշխանության։ Նրանց մեջ վիճաբանություն առաջացավ, թե ով է ամենամեծը։ Անմիջապես այն բանից հետո, երբ Հիսուս խոսում է խաչի մասին, աշակերտները սկսում են վիճել, թե ով է ամենամեծը։ Ինչքան արդիական է սա, նույնիսկ այսօր մենք հաճախ փնտրում ենք ճանաչում, դիրք և ազդեցություն։ Իսկ Հիսուս մի երեխա է կանգնացնում նրանց մեջ, երեխան խորհրդանշում է պարզություն, վստահություն և բաց սիրտ։ Այնպիսին պիտի լինի աշակերտը ոչ թե հզոր, այլ նա, ով կարողանում է ընդունել և սիրել։ Ով այս երեխային ընդունի իմ անունով, ինձ է ընդունում։ Աստված գալիս է մեզ մոտ ամենափոքրիկի անպաշտպանների կերպով։ Եվ մենք սիրով մոտենում ենք կարիքավորներին, իրականում մենք հանդիպում ենք Քրիստոսին։ Ահա ավետարանի էությունը. Աստված խոնարհվում է, որպեսզի մենք մեծանանք սիրով։ Ով ձեր դեմ չէ, նա ձեր կողմն է։ Հովհաննեսը ուզում էր արգելել մի մարդու, որ գործում էր Հիսուսի անունով, քանի որ նա մեզ հետ չէ։ Սակայն Հիսուս պատասխանում է. Աստծո արքայությունը ավելի լայն է, քան մեր սահմաններն ու խմբերը։ Նա կոչ է անում բացության, ոչ թե բացառման։ Այս հատվածը մեզ հիշեցնում է ապրել խոնարհությամբ, բաց սրտով և տեսնել Քրիստոսին ամենափոքրիկ ու թույլ մարդու մեջ։ Մեծությունը ոչ թե իշխանության, այլ սիրո և ծառայության մեջ է։ Եկեք միասնաբար խորհենք այս միտքի շուրջ և փորձենք մեր այսօրվա կյանքում լինել այնպիսին, ինչպիսին Քրիստոսն է կամենում մեզ տեսնել խոնարհ, բաց սրտով, որ լի սիրով։ Քրիստոս մեզ զորացնի, որպեսզի յուրաքանչյուր մարդու մեջ տեսնենք իր պատկերը և ծառայենք անկեղծ և մաքուր, խոնարհ կամքով և խոնարհ սրտով։ Ամեն։